ԵԱՀԿ-ն հայտարարեց, որ Մինսկի խումբը դադարեցնում է իր գործունեությունը։ Ինչպես գիտեք, սիրելի բարեկամներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում էր Արցախյան հակամարտությամբ։ Սա ինչ է նշանակում։ Առաջին, կատարվեց Ալիևի պահանջներից մեկը Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց Արցախյան խնդրում Հայաստանի ագրեսոր լինելը։ Նա բազմիցս է նշել, որ Հայաստանի համար կարևոր է արտաքին և ներքին լեգիտիմությունը։ Կարծես մինչ այդ Հայաստանը լեգիտիմ չէր գործում։ Նրա համոզմամբ իրական են և լեգիտիմ Ադրբեջանի նարատիվները, որ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի տարածքի վրա, օկուպացրել այն։ Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն էր, որ լեգիտիմացնում էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եվ ԵԱՀԿ Մինսկի շրջանակում ընդունված էր 3 սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և ուժի ու դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիություն։ Դա նշանակում էր, որ Արցախյան խնդիրը պետք է լուծվի այս 3 սկզբունքների հիման վրա, բայց այսօր այն լուծվել է միայն ուժի և դրա սպառնալիքի կիրառմամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ Հայաստանը ագրեսոր էր, մտել էր ուրիշի հողեր նվաճել, իսկ Ադրբեջանը արդարացիորեն այն հետ է գրավել։ Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանին և հայ ժողովրդին դարձնում է ագրեսոր պատերազմի մեղավոր։ Մինչ այդ աշխարհը ընդունել, ճանաչել և լեգիտիմացրել էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա երբեք Հայաստանին ապալեգիտիմ չէր դարձնում։ Հակառակը, այսօր է Հայաստանը դարձել ապալեգիտիմ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը զիջում է անխոչնդոտ կապը, վաղը մյուս օր զիջելու է սահմանադրական փոփոխությունները հրաժարվելու անկախության հռչակագրից, հետո զիջելու է ադրբեջանցիների վերադարձը անկլավների վերադարձի հետ միասին և այսպես շարունակ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը լեգիտիմացնում է Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը։